Պարոն Հակոբյան, ձեր եւ իմ տարիքային տարբերությունը շուրջ 20 տարի է, սա մի ողջ սերունդ է, եւ ես հարգում եմ այս տարբերությունը, եւ որպես ավագ սերունդ խնդրում եմ ձեզ մի քանի հարցերի պատասխանել։ Համեցեք։ Առաջինը, դուք եղել եք Հայաստանի մշակույթի նախարար մի այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը մարտնչում էր իր ազատության համար։ Եվ դուք որպես նախարար եղել եք այն կառավարության կազմում, որը նաև ղեկավարել այդ պատերազմը ու շահել է։ Այդ դուք ձեր երեկվա խոսքում գրավոր տեքստում անդրադարձաք հատկապես ինքնություն հասկացությանը։ Խնդրեմ հիմա պատասխանել, բան փոխվել է ձեր պատկերացումներում հաղթանակի ժամանակահատվածում եւ այս դառը իրավիճակի ժամանակահատվածում, ձեր մոտեցումը, ձեր պատկերացումները։ Երկրորդ, թեև դուք ասում եք քաղաքական ենթատեքստ չկա, բայց խնդրեի, որպեսզի հստակ ձևակերպեք, օրինակ ձեր պատկերացրած Դաշնակցության գաղափարախոսությունը որն է, որը համարում եք վտանգավոր եւ որը համարում եք փոփոխման ենթակա, կամ մահ կամ ազատություն կարգախոսը, կամ ազատություն կամ մահ, երկուսն էլ ի դեպ Դաշնակցության օրենքով ամրագրված մտավոր սեփականությամբ գրանցված կարգախոսներ են։ Էություն է այս հասկացությունների։ Եվ ի վերջո մի կարևոր հարցադրում։ Դուք որպես մտավորական ինչպիսի վերաբերմունք ունեք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսօրվա իշխանությունների կողմից ձեռնարկված Պարոն Եղոյան, Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Առաջին իշխանության անդամ լինելով մինչև այսօր իմ պատկերացումները մեր իրավիճակների մասին չեն փոխվել։ Կամ եթե փոխվել են, ապա ադապտացվել են այսօրվա քաղաքական այն իրավիճակին, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է։ Ինչ վերաբերում է դուք հիմա ես որ ասեմ, ավելի կհիանաք պատասխանով։ Ինչ վերաբերում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեք ասացի, հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը։ Ես չեմ կարծում, թե Դաշնակցությունը եկավ եւ մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր։ Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, ինչ քաղաքական իրավիճակների դուք ինքներդ որոշեք։ Ինչ վերաբերում է ադապտացիա բառին, ես քաղաքական տերմին եմ օգտագործում, որը վերաբերում է նաեւ կուսակցություններին։ Աշխարհում շատ կան 100-ամյա գուցե եւ լեյբորիստների կուսակցությունը, ես չգիտեմ, քանի տարեկան է, բայց ինչպես ժողովուրդները, ինչպես պատմական իրավիճակները, այնպես էլ կուսակցական գաղափարախոսությունները պետք է ադապտացվեն իրենց քաղաքական խնդիրներին։ Որովհետեւ դուք իմ ասածը ավելի ճիշտ հասկանաք, ավելի շուտ ես ավելի ճիշտ բացատրեմ։ Ես մի բան ասեմ։ Ես սրճարան հաճախող մարդ եմ եւ հաճախում եմ սովորաբար այն սրճարանը, որը ասում են դաշնակներինն է։ Լավ սրճարան, լավ սպասարկում են, լավ էժան գներ։ Ուրեմն ինձ մատուցողները շատ սիրով էին ընդունում։ Վերջերս ուրեմն այս ձեր նախաձեռնությունից հետո այնտեղ մի շատ լավ տղա կա, որ հետ ես շատ մոտիկ եմ։ Ասում եմ, այսինքն ինչ չես բարևում, կամ առաջվա նման չես բարևում։ Ասում եմ, գիտես ինչ, ես ասում եմ, Մաուզերի վրա երթում եմ տվել։ Ես կուզենայի, որ Դաշնակցությունը մնալով Դաշնակցություն, այսօր երթում տար Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա։ Կարելի է շատ ավելի առաջ գնալ, ես այդ տղային շատ սիրում եմ, ես առիթ կստեղծեմ, որ իր հետ հաշտվեմ։ Ես իրեն չասացի, եթե այսպես շարունակվի, կարող եք նաև կացինի վրա երթում տալ։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության իրավիճակը
Դուք ասեք ազգային ազատագրական, դուք ասեք գաղափարախոսական, հայրենասիրական, ես ոչ մի բան չեմ մերժում, բայց այսօրվա հայրենասիրությունը ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին։ Հայրենասիրությունը կիրք եւ տրփանք չի։ Հայրենասիրությունը ընդհանրապես սեր է, ինտելեկտուալ հասկացողություն է։ Ես չգիտեմ, կարողացա լրիվ պատասխանել ձեր հարցին, թե չէ, ինչ որ բան կարողացա, համենայն դեպս իմ ելակետը սա է։ Շնորհակալություն, լրություն դահլիճում։ Դահլիճում լրություն, արձագանք պարոն Մինասյան համեցեք, դահլիճում լրություն։ Անշուշտ չպատասխանեցիք հարցին Դաշնակցության գաղափարախոսության մասով։ Դուք ավարտեմ։ Դուք տեսեք, անգամ չգիտեք դաշնակցականի երթումը, որտեղ կենտրոնում հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի համար, իրավունքների համար, ազատության համար պայքարն է։ Դուք հիմա այդ ամբիոնից արտահայտություն եք անում առանց խորությամբ տիրապետելու։ Եթե տիրապետում եք, խնդրեմ, որպեսզի այ հենց այդ մասով ներկայացնեք, որովհետև այն ինչ որ դուք հիմա նկարագրեցիք, այդ թվում նաև ինքնության մասով ձեր տված առաջին պատասխանը, որ ասում եք բան չի փոխվել։ Խնդրեի, որպեսզի անդրադառնաք նաև եկեղեցու նկատմամբ այսօրվա իշխանությունների դրսևորած վարքագծին եւ ավարտելով, հարցադրման հատվածը։ Ես կխնդրեի, որպեսզի դուք այնուամենայնիվ ուսումնասիրեիք Դաշնակցության գաղափարախոսությունը, նոր արտահայտվեիք։ Շնորհակալություն պարոն Մինասյան։ Ես այն մարդկանցից եմ, որ մեր ժողովրդի հատկապես վերջին 200 տարվա պատմությունը շատ լավ գիտի։ Ինչի եմ ասում վերջին 200 տարվա, որովհետև անցած դարի դարասկզբի մեր ողբերգությունը այդ ժամանակահատվածի հետ շատ է կապված։ Դաշնակցության գործունեությունն էլ գիտեմ, երեք ես ասացի, Դաշնակցության մեջ եղել են շատ լուսավոր գլուխներ, շատ մտավորական մարդիկ, որոնց հանդեպ մեր ժողովուրդը մինչև այսօր էլ հարգանք ունի։ Իմ խոսքը վերաբերում է Դաշնակցության այսօրվա գործունեությանը, ուրիշ ոչ մի բանի։ Երկրորդ, ինչ վերաբերում է եկեղեցու հանդեպ իմ վերաբերմունքին, ուրեմն ես այն կարծիքին եմ, որ պետությունը նույնպես եկեղեցի է։ Եթե դուք տեղյակ եք պետություն բառի ծագմանը, որտեղից է գալիս այդ բառը, դուք մի քմծիծաղեք, ես վստահ եմ, որ դուք չգիտեք։ Եթե դուք պետություն բառի ծագումը իմանաք, ապա կհասկանաք, որ դրանից սակրալ, նվիրական, ազգ, ժողովուրդ, լեզու, ինքնություն ձևավորող բան գոյություն չունի։ Պետությունը հրեշտակների 9 խմբերի 5-րդ խումբն է։ Այսինքն ժողովուրդը եթե պետություն չի կառուցում, ինքը նշանակում է, որ ինքը պատմության մեջ որևէ հոգևոր առաքելություն չի իրականացնում, ինչքան էլ իր մշակույթով հպարտանա, պարծենա, երբեմն նաև գլուխ գովի։